Վերջին զանգը սերիալը մոտենում է իր մեծ ֆինալին և լարվածության աստիճանը օր-օրի աճում է։ Հեռուստադիտողներն արդեն շաբաթներ շարունակ ապրում են հերոսների հետ սպասելով, թե ինչպիսի հանգուցալուծում է ունենալու սերիալը։ Երկար տարիներ գաղտնիքներ վերջապես բացահայտվելու են։ Կվերագտնվեն կորցրած երեխաները, կսկսվեն ներումի ու համերաշխության նոր ճանապարհները, թե նոր հարվածներ են սպասվում հերոսներին։ Այս բոլոր հարցերի պատասխանները շատ շուտով։ Այս սպասումները հատկապես ուժեղացել են այն պահից, երբ սերիալի պաշտոնական ինստագրամյան էջը սկսեց պարբերաբար կազմակերպել հարց ու պատասխանների բաց ֆորմատ, որտեղ հետևորդները կարողանում են ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները։ Քանի որ մոտենում է սերիալի ամենակարևոր շրջադարձը, երկրպագուներն իրենց հույզերով ու մտահոգություններով անմիջապես կիսվում են սերիալի ստեղծողների հետ։ Հետևորդները մեղադրել են Դիանա Գրիգորյանին, իսկ նրանք արձագանքել։ Հարց ու պատասխաններից մեկի ժամանակ հետևորդներից մեկը բավական քննադատական արտահայտություն էր արել, կարծես ընդհանուր դժգոհություն արտահայտելով Դիանա Գրիգորյանի բոլոր սերիալների վերաբերյալ։ Դիանայից ամեն ինչ սպասելի է, բացի ուրախ ավարտից։ Այս արտահայտությունը բնականաբար մեծ արձագանք ունեցավ, բայց սերիալի էջում տեղի ունեցած պատասխանն այնքան սուր ու միևնույն ժամանակ կառուցողական էր, որ շատերը սկսեցին նորից վերաիմաստավորել Դիանա Գրիգորյանի աշխատանքը։ Հարգելի հետևորդ, որ սերիալի ավարտն է տխուր եղել, գրվել էր էջում։ Այս կարճ, բայց խորհրդավոր պատասխանը բացեց մեծ դուռ դեպի իրականություն։ Դիանա Գրիգորյանի սերիալները երբեք չեն ավարտվում տխուր, այլ ավարտվում են այնպիսի կետում, որ յուրաքանչյուր հերոս ստանում է իր արժանի, արդարացված կամ դաս հատուցող ավարտը։ Վերջին զանգը հեռուստասերիալն այն նախագծերից էր, որը ոչ միայն մեծ ռեյտինգ բերեց, այլև դարձավ բազմաշերտ հոգեբանական դրամա։ Դիանա Գրիգորյանն ու ամբողջ ստեղծագործական խումբը ամիսներ շարունակ աշխատել են սյուժեի վրա, որի յուրաքանչյուր դրվագ, յուրաքանչյուր գաղտնիք, յուրաքանչյուր դերասանական գիծ իր տեղն ու նշանակությունն ունի։ Թաքնված երեխայի պատմություն, Միքայելի մեղքերի շղթան, Լիլիթի կործանարար գաղտնիքները, Հենրիի ներքին պայքարը, Սոսի ու Աննայի կորսված տարիները, Անգելինայի ինքնության որոնումը, սրանք պարզապես սյուժետային գծեր չեն, սրանք մեծածավալ ստեղծագործական աշխատանքի մասեր են, որոնք միահյուսվել են ամիսների ընթացքում, գրելով մի ամբողջական ու խորքային պատմություն։ Սերիալը չպետք է ավարտվի պարզապես ուրախ կամ տխուր ավարտով, այն պետք է ավարտվի արդարացի ավարտով, յուրաքանչյուր հերոսի ճակատագրին համապատասխան։ Այսօր, երբ սերիալի ավարտին մնացել է ընդամենը մեկ ամիս, հեռուստադիտողներն ավելի ուժգին են զգում, որ ամեն ինչ մոտենում է իր ամենասուր կետին։ Ճշմարտության բացահայտումը, որը երկար տարիներ թաքցվել էր, արդեն մոտ է։ Հերոսները կանգնած են կյանքի ամենադժվար ընտրության առաջ։ Հարցն այլևս այն չէ, թե ով ում կների կամ ով ումից կբաժանվի, հարցն այն է, ովքեր իրապես կկարողանան ապրել ճշմարտության հետ։ Թեև սերիալի ընթացքը ցույց է տալիս, որ լարվածությունը դեռ շարունակվելու է մինչև վերջին վայրկյանը, մի բան ակնհայտ է՝ Դիանա Գրիգորյանի պատմությունները սովորաբար ավարտվում են ոչ թե ցավով, այլ արդարությամբ։ Որևէ վերջաբան չի գրվում պարզապես այնպես, այլ երկարատև և հսկայածավալ աշխատանքի արդյունքում։ Հեռուստադիտողը սպասում է ոչ միայն սիրո, այլև հաշտության, ներողամտության, կորած կապերի վերականգնման։ Սիրելի հերոսները երկար ճանապարհ են անցել ցավով, կորստով, սխալներով, բայց նաև մարդկայնությամբ, և շատերը հավատում են, որ վերջին զանգը կավարտվի հենց այնպես, ինչպես Դիանա Գրիգորյանի ամենահզոր ստեղծագործությունները՝ հուսադրող, իմաստալից, արդար ու լուսավոր ավարտով։ Դիանա Գրիգորյանը վերջին տասնամյակների ամենաքննարկվող սցենարիստ ու պրոդյուսերներից մեկն է։ Նրա անունը զուգորդվում է ինտրիգային, հուզական, երբեմն կտրուկ ու անսպասելի շրջադարձերով լի պատմությունների հետ։ Եվ եթե կան ստեղծագործողներ, որոնց նախագծերը պարզապես դիտում են, ապա Դիանա Գրիգորյանի սերիալներն ապրում են, քննարկվում, վիճարկվում են, բայց երբեք անտարբերություն չի առաջացնում։ Դիանայի գրված յուրաքանչյուր սերիալ կառուցված է ընտանիքի, սիրո, դավաճանության, կորուստների և ուժեղացման թեմաների շուրջ։ Նա ցույց է տալիս ոչ միայն արտաքին գործողությունները, այլև հերոսների հոգեբանական զարգացումը։ Նրա ֆիլմերում չկա սպիտակ կամ սև կերպար, յուրաքանչյուր հերոս ունի իր անցյալը, իր ցավը և պայքարը։
Դիանա Գրիգորյանի սերիալները միշտ լի են գերգաղտնիքներով, որոնց բացահայտումը երբեք նախապես տեսանելի չի լինում։ Նրա սյուժեում ամեն դրվագ ունի իր տեղն ու նշանակությունը։ Դա է պատճառը, որ սերիալները դիտվում են ոչ թե պարզապես հետաքրքրությամբ, այլ սպասումով։ Նա հաճախ է ասում՝ իմ հերոսները կարող են ընձեռնել ցավ, բայց երբեք չեն ավարտվում առանց լույսի, և իրոք, որքան էլ պատմությունը ծանր լինի, ավարտը սովորաբար բերում է արդարություն։ Նշենք, որ Վերջին զանգը կարող է մրցել ցանկացած դրամայի հետ։ Դիանա Գրիգորյանը խոսում է այն մասին, ինչ կյանքում տեղի է ունենում՝ անարդարություն, կորուստ, պայքար, բռնություն, ներողամտություն և իհարկե հաղթահարում։ Ընտանիքն իր բոլոր դժվարություններով միշտ գլխավոր հերոսները ցույց են տրված ուժեղ, և իհարկե ավարտին արդարացվում են նրանց արարքները։ Նրա սերիալներից շատերն իրարից անկախ են, բայց ունեն մեկ ընդհանուր զգայական դաշտ՝ մարդու ներքին պայքարի մասին պատմությունը։ Դիանա Գրիգորյանը կատարում է հսկայական աշխատանք։ Նրա կատարածն իրականում տարիների փորձի, հաստատակամության և անսահման սրտացավ աշխատանքի արդյունք է։ Դիանա Գրիգորյանի սերիալները չենք դիտում, որովհետև պարզապես հետաքրքիր են, այլ ապրում ենք յուրաքանչյուր հեռուստասերիալով։ Նրանք մեզ ստիպում են ունենալ զգացմունքներ, ապրել այդ զգացմունքներով, թողնում են հարցեր, ստիպում են մտածել, իսկ երբեմն նորից հավատալ ճշմարտությունը, որը միշտ մի օր անպայման բացվում է։